Ճիշտ կլիներ, որպեսզի Սերժ Սարգսյանն իր կողքին աճեցներ մեկին, ով անհրաժեշտ ժամանակ կկարողանար իրեն փոխարինող լինել, կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Ասել եմ պարոն նախագահին, ասի քո Սերժ Սարգսյանն ով է։ Եվ ինչ ասեց։ Ասեց դե ընտրությունները բանանի դրա մասին կմտածենք։ Ասի նա պիտի կողքդ։ Քո հետ միասին գնա, տեսնի։ Մեդվեդևը ինչ ֆունկցիա կատարում Պուտինի կողքը։ Վաղ եթե Պուտինը չեղա Մեդվեդևը պատրաստը նախագահ, որտեղ գործին հասկանում է, գործի մեջ է։ Ով որ գա այնքան Մեդվեդևի չափ չի հասկանում։ Այդպես չպետք է լինի, նա զուգահեռ պետք է աճի։ Պարոն Ադիբեկյան, դուք տեսնում եք այդպիսի հավակնորդ ինչ որ մեկին։ Ես տեսնում եմ մի բան Գաղտնիք աստեղ մի բան կա, դուք հետևի վրա մատիտով էլ բան գրած կլնեք, ցույց տվեք կարծանք։ Դե բացառեք տեսնենք հետո ինչ է գրել, է գաղտնին։ Հիմա ռեֆերենդումի հետևանքով երբ որ մենք նախագահ չունենք, ունենք ընտրովի վարչապետը նշանակող բան։ Լծակները լինում են այն մարդու ձեռը, որը առաջադրել է ով կլինի վարչապետ, ով կլինի նախագահ։ Դա կլինի ՀԿ-ի ղեկավարը, որտեղ ՀԿ-ն առաջադրելու, չէ՞, վարչապետը։ Կարող նույն մարդը լինի եւ ճիշտ անում, որ չի գտնում։ Չէ, կարող է Պողոսը Պետրոսը լինի, բայց Պողոս Պետրոսը ինչ է մնացել։ ՀՀՇ-ն թույլ է։ Սանտրոսն է իրական իշխանն է։ Իրանք միայն կատարածու են։ Դե այսինքն էլի կմնա, Ես թուղթը փասել ՀԿ-ի պատվիրով է գրված։ Դեռ է բանարել ես որ գրեք։ Բայց ինչ գիտեք որ ՀՀԿ-ն կմնա։ Ես հիշում եմ կոմունիստական կուսակցությունից ինչ մնաց։ ՀՀՇ-ից ինչ է մնացել։ ՀՀԿ-ից որ բան են ասում, մի հատ լսեք, 925 համայնքների 725 Հա ինչ անենք։ Գնա դու ինքը դարձի։ Չէ, նրանք ովքեր որ դարձել են, նրանք կասեն որ գիտեք ինչ մեկ ստիպված են, ո՞նց արեցին սովետական Ես գալիս եմ իրողությունից, ուզում ես գազ իշխան։ Ելցինը, հան չէր, շախտյոր չէր։ Ելցինը պոլիտբյուրոյի անդամ էր։ Ձեր հարցը ներողություն մի րոպե, այդ հարցը ինձ շատ է դուր եկել։ Ես եթե ցենց շարունակվի, մի ֆրակցիա էլ պետք է լինի ժառանգաբար, ոչ թե ժառանգություն, այլ ժառանգաբար։ Ես հաշվել եմ 12 հոգի ազգային ժողովում, ժառանգություն է ստացել այսօրվա պատգամավորությունը։ Ազգանունները չտամ։